Սիրով ձեզ ենք ներկայացնում Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի վարքի 3-րդ մասը։ Նրանք, ովքեր չեն լսել Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի վարքի առաջին 2 մասերը, կարող են հղումները գտնել մեկնաբանություններում։ Իսկ մենք, սիրելիներ, շարունակենք սիրով ընթերցել Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի վարքի շարունակությունը։ Այդ շրջանում մահացավ Մծբինի եպիսկոպոսը, և քահանաները պետք է ընտրություն անեին, թե ով պետք է արժանանա հայրապետական աթոռին։ Կային 5 այրեր, որոնց մասին խոսք էր գնում, սակայն քաղաքում մեծ հակառակություն ծագեց, որովհետև մեկը մի անուն էր տալիս, մյուսը այլ անուն, որի համար անհանգիստ էին և համաձայնության չէին գալիս։ Այն ժամ քաղաքի առաջնորդները որոշեցին գնալ Սուրբ Մարուքեի մոտ, որն ապրում էր անապատում, տեսնելու թե ինչ կասի այդ խնդրի շուրջ։ Նրանք հասան Սուրբ Մարուքեի խցի մուտքին, իսկ նա ըստ իր սովորության աղոթում էր։ Նրա աշակերտը դուրս եկավ և ասաց նրանց. «Գնացեք եկեղեցու գավիթը, մինչև որ նա ավարտի իր աղոթքը և գա ձեզ մոտ»։ Սուրբ Հակոբը նրանցից 3 օր առաջ էր եկել Սուրբ Մարուքեի մոտ և վերջինս մարգարեացել էր նրան ասելով. «Այսօր ես քեզ համբույր եմ տալիս, որպես կրոնավորի և եղբոր, բայց քիչ օրեր անց պիտի համբույր տամ, որպես Հովվի և Քրիստոսի հոտի առաջնորդի»։ Իսկ Սուրբ Հակոբը պատասխան էր տվել. «Ներիր, եղբայր, սակայն ես արժանի չեմ այդ բանին, ինչ որ ասացիր»։ Մինչ գավթում հավաքվածները խումբ նստած էին, Սուրբ Մարուքեն գալով նրանց խոժոռված տեսավ, իսկ նրանք երբ տեսան երանելուն, ուրախությամբ Սուրբին ընդառաջ եկան, որովհետև նրա տեսքը հրեշտակային էր։ Սուրբն ասաց, որպեսզի բոլորը նստեն, մինչև որ աղոթեր եկեղեցում։ Աղոթքից հետո բոլորը հավաքվեցին երանելու մոտ։ Համբուրում էին նրա ձեռքերն ու ոտքերը, իսկ նա հրամայեց նրանց նստել և լսել իրեն։ Նախ բոլորին հանգստացրեց ասելով. «Գիտեմ, որ տրտմած եք ձեր առաջնորդի ընտրության պատճառով ծագած հուզումներից ու խռովություններից։ Ասեմ ձեզ, որ ձեր ընտրածներից ոչ ոք արժանի չէ եպիսկոպոսության։ Ելեք, գնացեք Ամիդ քաղաքը, որովհետև այնտեղ են եպիսկոպոսների միաբանությունը և կաթողիկոսը Անտիոքի պատրիարքը, և այնտեղ Սուրբ Հոգին նրանց միջոցով ցույց կտա այն մարդուն, ով պիտի նստի Մծբին քաղաքի հայրապետական աթոռին»։ Ընդունելով նրա խոսքը իբրև Աստծո հրեշտակից, գնացին այդ քաղաքը, իսկ օրեր անց այցելեցին միաբանություն ու ողջույն տվեցին պատրիարքին և եպիսկոպոսներին։ Պատրիարքը հարցրեց. «Ում ընտրեցիք ձեզ առաջնորդ»։ Եվ նրանք հայտնեցին Սուրբ Մարուքեի խոսքերը, թե Սուրբ Հոգին իրենց առաջնորդ կտա միաբանության միջոցով։ Այն ժամ բոլոր միաբանները ապավինելով աղոթքին, գիշերը հսկեցին սաղմոսներով և օրհնությամբ արտասուքներով հայցելով խնդրանքը։ Կեսգիշերին կաթողիկոսն առանձնացավ և այդ խնդրի համար սկսեց արտասուքներով աղաչել Աստծուն։ Եվ նա, ով կատարում է իրենից երկյուղածների կամքը և լսում է նրանց աղոթքները, թմրություն բերեց կաթողիկոսի վրա և նա ասես թե քնի մեջ տեսավ լուսավոր երիտասարդի, որն իրեն ասում էր. «Սուրբ Հակոբն է այն մարդը, որի համար խնդրում եք Տիրոջը»։ Եվ հայտնեց նրա տեղն ու այն քարայրը, որտեղ բնակվում էր Աստծո մարդը, մենակյացն ու սքանչելագործը։ Երբ հրեշտակը համբարձվեց, կաթողիկոսն արթնացավ։ Նա գոհացավ Աստծուց, իսկույն եկեղեցի գնաց, հավաքեց եպիսկոպոսներին ու Մծբին քաղաքից եկածներին և պատմեց հրեշտակի տեսիլքի մասին, որը հայտնել էր Սուրբի անունը և նրա տեղը։ Վեր կենալով միասին գնացին Մծբին, որտեղ գումարեցին եպիսկոպոսների ժողով ու Սուրբի մոտ ուղարկեցին հավատարիմ մարդկանց, որոնք հայտնեցին նրան խնդրի մասին և հրավիրեցին ժողովի։ Սուրբ Հակոբը նախապես գիտեր հայրապետի Մծբին գալու մասին, որովհետև Սուրբ Հոգին հայտնել էր իրեն, և նա պատկառեց ընդդիմանալ Աստծո հրամանին, որի մասին Սուրբ Մարուքեն մարգարեացել էր նաև իրեն։ Այսպես Սուրբ Հոգու թելադրանքով իջավ Մծբին, ուր միաբանությունը և քաղաքի ամբողջ բազմությունը սպասում էին Սուրբին։ Երբ մոտեցավ հայրապետին, ողջույն տվին միմյանց, և եպիսկոպոսները պատվիրեցին նրան նստել աթոռին։ Սուրբ Հակոբն ասաց նրանց. «Ինչու եք կանչել ինձ»։ Եվ նրանք պատասխանեցին.
Տերը հայտնեց մեզ, որ դու ես արժանի այս քաղաքի եպիսկոպոսական աթոռին նստելու համար։ Նա ասաց. Ես արժան չեմ այդ բանին։ Սակայն ժողովուրդը շտապեցնում էր հայրապետին և թույլ չէր տալիս շարունակել իր խոսքը։ Ապա հայրապետն ու եպիսկոպոսները իսկույն վերցրին Հակոբին, եկեղեցի մտան և նրա վրա կատարեցին եպիսկոպոսության կարգը։ Եվ Սուրբ Հակոբի ձեռնադրության համար քաղաքում մեծ ուրախություն եղավ, որովհետև բոլորը ճանաչում էին նրան որպես Աստուծո մարդ։ Օրեր անց կիրակի օրը Սուրբ Մարոքեն իր բազմաթիվ ընկերներով գնաց ողջույն տալու նորընծայ եպիսկոպոսին և օրհնություն ստանալու նրանից։ Եվ երբ եկեղեցում ողջունեցին միմյանց, Սուրբ Մարոքեն սկսեց օրհնել Աստծուն, որ նա իր եկեղեցում արթուն հովիվ կարգեց։ Եվ երբ Սուրբ լծակիցները Տեր Հակոբը և Մարոքեն դուրս եկան ժողովից, եկեղեցու գավթում տեսան 15 տարվա մի անդամալույծի, որի բոլոր անդամները հյուծվել ու թուլացել էին այդքան տարիների ընթացքում։ Այն ժամ Սուրբ Մարոքեն Սուրբ Հակոբին ասաց. Եկ աղոթենք այս ընկած անդամալույծի համար։ Ապա պատվիրեց սարկավակներին նրա երեսը դեպի արևելք դարձնել, որպեսզի նա ևս աղոթի։ Եվ խոնարհվելով միասին ծնրադրեցին և աղոթեցին ասելով. Զորությունների Տեր Աստված, դու ես քաղաքի հրեաներին ու կռապաշտներին արժանացրիր լսելու քո քարոզչությունը, որն արեցիր քո առաքյալների միջոցով։ Այժմ ցույց տուր քո զորությունը քո նվաստ ծառաների միջոցով, որպեսզի տեսնեն, որ միայն դու ես զորությունների ճշմարիտ Աստվածը և հավատան քո սիրելի որդու Տեր Հիսուս Քրիստոսի անվանը։ Տեր Հիսուս Քրիստոս, թող որ քարոզվի քո սուրբ անունն ու փառավորվի քո սուրբ խաչը։ Արդ, բարերար Տեր, բժշկիր այս անդամալույծին և խցիր բոլոր նրանց բերանները, որոնք անարգում են քո սուրբ խաչը, սուրբ եկեղեցու պարծանքը։ Եվ երբ ավարտեցին աղոթքը, Սուրբ Հակոբը Սուրբ Մարոքեին ասաց. մոտեցիր և խաչակնքիր նրա անդամների վրա։ Մարոքեն Սուրբ Հակոբին ասաց. արժան է և պատշաճ է, որ դու ձեռք դնելով աղոթես, որովհետև դու ունես եպիսկոպոսական պատիվը։ Այն ժամ Սուրբ Հակոբն ասաց. այդ դեպքում ես մոտենամ աջից, իսկ դու ձախից։ Եվ բռնելով կանգնեցրին անդամալույծին ու ասացին. ով մարդ, ոտքի ել մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ իսկույն ամրացան նրա անդամները։ Ձեռքերը դեպի երկինք տարածած, նա փառավորեց Տեր Հիսուս Քրիստոսին, իսկ ժողովուրդը այս տեսնելով զարմացավ։ Բոլորն ընկան իրենց երեսների վրա, երկրպագեցին և բարձր ձայնով օրհնեցին Աստծուն ասելով. Օրհնյալ ես դու Քրիստոս, որ ամեն ժամ լսում ես քո սիրելիներին։ Դու քո ծառաների ձեռքով սքանչելիքներ ես գործում։ Եվ այժմ թող բարձրանա և փառավորվի քո սուրբ անունը, որովհետև միայն դու ես Աստված և չկա այլ ուրիշը։ Այն ժամ Սուրբ Մարոքեն անդամալույծին ասաց. եկ, հագիր քո պատմուճանը, ամրացրու գոտիդ և քարոզիր Քրիստոսի զորությունը, որ ցույց տրվեց քեզ վրա։ Երբ հրեաները իմացան այս մասին, մի մասը չհավատաց ասելով, թե նա անդամալույծ չէր, մի մասն էլ քանի որ չէին կարող ուրանալ, զարմացան սքանչելիքի վրա, որն Աստծու զորությամբ եղավ իհարկե և Սուրբ Հակոբի ձեռքով, որի համար էլ խիստ ակնածեցին Սուրբ եպիսկոպոսից։ Այդ օրերին դարձյալ մի հրաշք կատարվեց։ Պատահեց, որ Սուրբ Հակոբը անցավ մի գյուղի կամ քաղաքի միջով, որտեղ աղքատներից ոմանք կամեցան խաբեությամբ ողորմություն ստանալ նրանից։ Այդ պատճառով իրենցից մեկին մեռած ձևացրին և գալով խնդրեցին Սուրբ եպիսկոպոսին նրա թաղման համար իրենց ողորմություն տալ։ Սակայն Սուրբ Հակոբը հոգալով ողորմություն անել առավել նրա հոգուն, ձեռքը դնելով նրա վրա, նրա մեղքերի համար թողություն խնդրեց։ Եվ երբ փոքր ինչ հեռացավ, նրանք ձայն տվեցին իրենց ընկերոջը, որպեսզի ելնի, բայց տեսան, որ մարդն իսկապես մեռել էր։ Ահաբեկված գնացին Սուրբի հետևից և խնդրում էին, որպեսզի վերադարձնի նրա հոգին, ասելով. աղքատության պատճառով այդպես արեցինք, ներիր մեզ։ Եվ Աստծո Սուրբը ընդառաջ գնալով նրանց խնդրանքներին, դարձյալ հարություն տվեց մեռածին։ Այդ ժամանակներում
Արիոսը, որը եղավ միացնին եւ Սուրբ Հոգուն հայհոյողների հայրը, սրեց իր լեզուն ընդդեմ բանի աստվածության եւ իր դառն ու չար վարդապետությամբ բախտորեց ամբողջ Եգիպտոսը։ Իսկ Կոստանդիանոս մեծ թագավորը, մեր հոտի Զորաբաբելը, այդ ժամանակներում գերությունից ազատեց հավատացյալներին, որ օտարության մեջ էին, եւ շինեց նաեւ տաճարը, որը քանդել էին այլազգիները։ Նա եկեղեցու բոլոր առաջնորդներին ու հայրապետներին, որոնց թվում էր նաեւ մեծն Հակոբը, ճշմարտության քաջ Ախոյանը, հրամայեց հավաքվել Նիկիա քաղաքում։ Ուղղափառ խոստովանությունը հաստատելուց հետո, երբ Արիոսը նվազելով արտաքսվեց, նրա համակիրները մեծ ջանքերով վերադարձրին նրան իբրև զղջացողի։ Այս ամենը եղավ ժողովից մոտ 10 տարի անց։ Այդ ամբողջ ընթացքում ուղղափառները մեծ տրտմության մեջ էին, որովհետև Արիոսին ուզում էին մտցնել եկեղեցի, ինչպես ցույց է տալիս պատմության կարգը։ Սուրբ Հակոբը, որը գտնվում էր այնտեղ, թագավորական քաղաքի Սուրբ Ալեքսանդրոս եպիսկոպոսի հետ 7 օր պահեցողությամբ աղոթեցին, Աստծուց Արիոսի համար որևէ նշան խնդրելով։ Եվ քաղաքի առաջնորդը յուրայիններով հանդերձ վարվեց Սուրբ Հակոբի խորհրդով, որովհետև ճանաչում էին նրան որպես առաքելական շնորհների հասած մարդու։ Կիրակի օրը Սուրբ Պատարագից հետո մեծ նշան երևաց Աստծուց։ Արիոսը չհասցրեց եկեղեցի մտնել, քանզի իր համախոհների հետ երբ գալիս էին, նա ճանապարհին միտեղ փնտրեց կարիքները հոգալու համար, որտեղ եւ դուրս թափեցին նրա աղիքները։ Գարշելի այրը մեռավ գարշելի տեղում, որովհետև երանելի Հակոբ մծբնա հայրապետի Ալեքսանդրոսի եւ մյուս սուրբ հայրերի խնդրանքներով մեջտեղից վերացվեց չարը։ Այն ժամանակներում Մծբին քաղաքում ապրում էին 2 պոնտացի եղբայրներ։ Երկրում նրանք նշանավոր մարդիկ էին, սակայն հեթանոս էին եւ մոլորված Մարկեոնի աղանդի ու Մարկեոնյան մի կախարդի հետևից էին գնում։ Եղբայրներից մեկը սկզբում ծառայել էր Կոստանդիանոս մեծի արքունիքում եւ սիրելի էր ինքնակալի աչքին, որի հորդորով նա ընդունեց Սուրբ Հավատքն ու Քրիստոսի պատվական կնիքը, եւ ապա թագավորի կողմից եպարքոսության պաշտոն ստանալով ուղարկվեց Մծբին քաղաքը։ Կոստանդիանոսը բազմիցս հորդորեց նաեւ մյուս եղբորը, որն իր Մարկեոն վարդապետի անունով Կերդոն կամ Կեդրոն էր կոչվում։ Կոստանդիանոսը հորդորում էր, որպեսզի նա էլ մկրտվի եւ նույնպես մեծ կոչման արժանանա, սակայն նա հանձն չարավ, այլ ապրելով Մծբինում իր տան մեջ պահում էր ոսկու, արծաթից եւ թանկարժեք քարերից շինված կուռքեր ու չէր հեռանում դրանց պաշտամունքից։ Քաղաքում Կեդրոնը մեծահարուստ եւ ճանաչված մեկն էր, սակայն ուներ խեղանդամ եւ իծնե անդամալույց որդի։ Նրա ոտքերը փոքի նման փաթաթված էին միմյանց, իսկ մյուս անդամները գոսացած էին, որի համար անկողին էր ընկել։ Արտաքինով գեղեցիկ էր, գանգրահեր ու զվարթերես։ Արդ, երբ Կեդրոնն իմացավ, որ Սուրբ Հակոբը Սուրբ Մարոքեի հետ եկեղեցու գավթում բժշկել են բազմամյա անդամալույցին, չհավատաց եւ կանչել տվեց բժշկված մարդուն, որպեսզի նրանից ստուգի իսկությունը։ Հարցրեց նրան. ով բժշկեց քեզ եւ ինչպես։ Եվ նա պատասխանեց. 15 տարի ես անդամալույց էի, որի մասին գիտեիք թե դուք, թե ամբողջ քաղաքը։ Սակայն Աստծո ծառաները, Սուրբ Հակոբն ու Սուրբ Մարոքեն բժշկեցին ինձ Հիսուս Քրիստոսի անունով։ Մարկեոնյան կախարդը, որը Կեդրոնի մոտ էր, բարկացավ եւ ասաց. Սուտ է, դու անդամալույց չէիր, այդ քրիստոնյաներն են սովորեցրել քեզ։ Իսկ մարդը լցված ցասումով պատասխանեց. Ով խաբեբա եւ անօրեն, սուտը դու ես, քո աղանդը եւ կախարդությունը, որը շուտով պիտի վերանա մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, իսկ քո հայր սատանան պիտի ամոթահար լինի։ Քեզ համար չէ, որ ես քարոզում եմ Աստծո փառքը, որը ցույց տրվեց ինձ, այլ սուրբերի պատվերները հորդորում եմ նրանց, ովքեր լսում եւ ընդունում են։ Գիտեմ, որ Եպարքոսի բարի եւ իմաստուն եղբայրը, որն ինձ փնտրեց ու այստեղ կանչեց, իր որդու համար կամենում է տեսնել, թե ինչպես եմ բժշկվել, որպեսզի ճանաչելով ճշմարտությունը գա խավարից դեպի լույսը եւ այս քաղաքից հալածի ձեր մոլորությունը։ Այս ասելով դարձավ Կեդրոնին ու ասաց. Լսիր ինձ, Տեր Կեդրոն,
քանի որ ես քո կամքով եկա այստեղ, ուստի արժան է, որ քո տանը քարոզեմ Քրիստոսին, ով հայտնվեց իմ միջոցով։ Ճշմարտապես ես անդամալույց է, ինչպես որ տեսնում եք գավթում, սակայն բժշկվեցի Սուրբ Հակոբի և Սուրբ Մարուքեի ձեռքով։ Եվ եթե դու ևս հավատաս մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվանը, ով ծնվեց Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնից, գնաս նրա ծառաների մոտ ու լսես ավետարանի քարոզչությունը, այնժամ քո որդին կբժշկվի։ Իսկ թե ինչ եղավ հետո, սիրելիներ, կլսեք հաջորդ մասում։ Օրհնյալ է Սուրբ Հակոբ Մզբնա Հայրապետի հիշատակը, օրհնյալ է Սուրբ Մարուքեի հիշատակը, օրհնյալ է բոլոր սրբերի հիշատակը, Փառքորը Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։